Բարեկամներ, ողջույն, ձեր թույլտվությամբ առաջարկում եմ այսօր մի պահ ետ կանգնել ազգային ժողովի այս իրադարձություններից եւ խոսել համամարտկային խնդրի մասին, մանավանդ որ այս օրերին այդ հետևանքների ոգեկոչման տարելիցն է։ Այսպիսով, միջազգային լարվածությամբ պատերազմների ու սպառնալիքների մրցավազքի այս օրերին կա մի խորհրդանշական օր, որը պետք է միավորի ամբողջ մարդկությանը, անկախ պետություններից, կրոններից, քաղաքական հայացքներից, անկախ բոլոր տեսակի հակամարտություններից։ Այդ օրը հիշեցնում է ոչ թե հաղթանակի, այլ մարդկության ամենամեծ պարտություններից մեկի մասին։ Այն պահի, երբ գիտության լրջագույն ձեռքբերումները ծառայեցին ոչ թե կյանքը պաշտպանելուն, այլ զանգվածային ոչնչացման։ Եթե չկարահեցիք, ապա Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա նետած ատոմային ռումբերի հիշատակի օրերը պատմության այն դասերից են, որոնք երբեք չպետք է մոռացվեն, եւ դրանք տեղի էին ունենում այս օրերին 1945 թվականին։ Այսօր Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի խաղաղության զբոսայգում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների կողմից քաղաքի ատոմային ռմբակոծության կորեացի զինվորների հիշատակին նվիրած արարողություն։ Միջոցառումը կազմակերպվել էր այսօր Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 81-րդ տարելիցից 1 օր առաջ։ Արարողությանը մասնակցում էին Կորեայի Հանրապետությունից ժամանած վետերաններ եւ մի շարք հարազատներ։ Հիմա շատերը կարծում մի րոպե, այս Ճապոնիա ենք խոսում, դու կորեացիներ եք ասում, հիմա ավելի մանրամասն կներկայացնեմ ինչումն է բանը։ Մասնակիցներից մեկի պատմությունը իրոք խորհրդանշական էր եւ շաքաղեցնող։ Ուրեմն Դեգու քաղաքի 80-ամյա բնակիչը, հիշեցնենք, որ ռմբակոծումը 81 տարի առաջ է եղել, 80-ամյա բնակիչը պատմել է, որ ճառագայթահարվել է դեռևս ծնվելուց առաջ, մոր արգանդում գտնվելու ժամանակ։ Նրա կյանքի պատմությունը հիշեցնում է, որ միջուկային զենքի հետևանքները չեն սահմանափակվում մեկ պայթյունով կամ մեկ սրնդով։ Դրանք փոխանցվում են տարիներ եւ նույնիսկ սերունդների ընթացքում թողնում են առողջական, հոգեբանական, սոցիալական լուրջ հետևանքներ։ Իդեպ վերադառնալով կորեացիներին, կարծում եմ քչերը գիտեն, որ Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքի զոհերի մեծ մասը կորեացիներ էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին կորեական թերակղզին գտնվում էր Ճապոնիայի տիրապետության տակ, Ճապոնիան զավթել էր այդ տարածքները եւ հազարավոր կորեացիներ հարկադրաբար աշխատանքի էին անցել հենց այդ տարածքներում եւ այդ իսկ պատճառով ճապոնական քաղաքների վրա նետած ատոմային ռումբերի զոհերի մեծ մասը նաեւ կորեացիներ էին։ Գնահատվում է, որ երկու քաղաքների ատոմային ռմբակոծությունների հետևանքով ճառագայթահարվել է շուրջ 70,000 կորեացի, որոնցից մոտ 40,000-ը մահացել է հարվածից անմիջապես հետո, սակայն պատմաբանները նշում են, որ ճշգրիտ թիվը մենք այդպես էլ չենք էլ իմանալու։ 1945 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգները Հիրոսիմա եւ Նագասակիի վրա իրականացրեց մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ դեպքը։ Պաշտոնական բացատրությամբ նպատակն էր արագացնել Ճապոնիայի կապիտուլյացիան եւ ավարտել երկրորդ համաշխարհային պատերազմը, սակայն այդ որոշման գինը 100,000-ավոր մարդկային կյանքեր էին։ Խաղաղ մարդիկ, ովքեր ընդհանրապես ռազմական գործողությունների չէին մասնակցում։ Միայն Հիրոսիմայում առաջին 1 օրվա ընթացքում զոհվեց տարբեր գնահատականներով մոտ 100,000 մարդ։ Տարվա ավարտին զոհերի թիվը ավելացավ 140,000-ի, հասնելով վերքերից ճառագայթահարման հետևանքով մահացածների հաշվին, իսկ հաջորդ տասնամյակներում, հիշում եք, որ ասում են դա շարունակվում է, տասնամյակներում թիվը անցավ 350,000-ը։ Իդեպ մինչ օրս պատմաբանները, քաղաքական վերլուծաբանները շարունակում են վիճել, բանավիճել, թե որքանով էին արդարացված Միացյալ Նահանգների այդ գործողությունները։ Մի կողմից պնդում են, որ ատոմային ռմբակոծությունները արագացրեցին երկրորդ աշխարհամարտի ավարտը եւ կանխեցին ավելի մեծ զոհերը, որոնք կարող էին լինել Ճապոնիայի ցամաքային ներխուժման դեպքում։ Մյուսները հիշեցնում են, որ այդ պահին Ճապոնիան փաստացի կանգնած էր պարտության շեմին, թուլացած էր, իսկ միջուկային հարվածները ոչ միջուկային պետությանը 100,000-ավոր բնակիչների կյանք արժեցան եւ դա որևէ կերպ արդարացնել հնարավոր չէ։ Կան նաեւ վերլուծաբաններ, որ ասում են դա խորհրդային միությանը վախացնելու համար արվեց։ Այսօր էլ մնում է հարցը բաց, թե արդյոք որևէ ռազմական կամ քաղաքական նպատակ կարող է ընդհանրապես բարոյապես արդարացնել այդպիսի զանգվածային ահավոր, զենքի կիրառումը, որի հետևանքները տասնամյակներ շարունակ
զգացվում են եւ խեղում են մարդկային ճակատագրերն ու հիշողությունները։ Այդ հարցի վերջնական պատասխանը դեռևս չի տվել պատմությունը, սակայն առաջադեմ մարդկության խիղճը գոնե շարունակում է այդ հարցի պատասխանը որոնել։ Ատոմային ռմբակոծություններից անցել է ավելի քան 8 տասնամյակ։ Թվում է թե 8 տասնամյակ այդքան մեծ թիվ չէ, բայց աշխարհը կրկին ապրում է լուրջ ժամանակաշրջանում, այնպիսի ժամանակաշրջանում, երբ միջուկային սպառնալիքի մասին խոսակցությունները վերադառնում են միջազգային քաղաքական օրակարգ։ Տեսեք, մեր շուրջը ինչ է կատարվում, ընդհանրապես Իրանի հետ կապված եւ ոչ միայն այդ պատճառով Հիրոսիմայի հիշատակը պարզապես ինչ-որ պատմական տարեթիվ չէ, ոչ բարեկամներ, այն նախազգուշացնում է, որ տեխնոլոգիական առաջընթացն ինքնին բարդություն իհարկե չի բերում, եթե այն չի ուղեկցվում մարդկային պատասխանատվությամբ։ Հիրոսիման մեզ սովորեցնում է, որ պատմությունը միայն անցյալը հիշելու մասին չէ, այն գոյություն ունի, որպեսզի նույն սխալները հանկարծ մարդկությունը էլի չկրկնի, որքան էլ բարդ պատմական ժամանակներում ապրենք, որքան էլ մարդկությունը զարգանում է եւ զարգացնում է իր գիտություն ու տեխնոլոգիաները, դրանք արժեք ունեն միայն այն դեպքում, երբ ծառայում են խաղաղ կյանքին։ Հակառակ դեպքում մարդու ստեղծած ամենահզոր միջոցներն անգամ, որոնք կոչված են պաշտպանելու պետություններն ու ապահովելու անվտանգությունը, կարող են վերածվել հենց մարդկության գոյության ամենամեծ սպառնալիքների, եւ կարծում Հիրոսիմայի դեպքը հենց այդ ամենի վառ վկայությունն է։ Թերևս Հիրոսիմայի գլխավոր պատգամը հենց սա է՝ իրական ուժը ոչ թե ավերելու, այլ ինքնազսպման, խաղաղության եւ կյանքի պահպանման կարողության մեջ է։ Մտածեք այդ ուղղությամբ։